Եվ այսպես օգոստոսի 15-ին կկայանա Բերդ Ագրոֆեստը, որի շրջանակներում նախատեսվում է գյուղմթերքի ներկայացում եւ վաճառք, գյուղտեխնիկայի ցուցադրություն, քվեստային խաղեր, ազգային խոհանոց, խոհարարական վարպետաց դասերով, արհեստագործական ավան, ֆերմերային մրցույթներ եւ այլն պատկերացրիք չէ ինչ տրամադրության մասին է խոսքը, մանրամասները արդեն մեր սիրելի հյուրերի հետ։ Ես շտապեմ ներկայացնել նրանց։ Անահիտ Բադալյան, Ծիլիծով տեղական ակտիվ խումբ տարածքային զարգացման հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, փառատոնի համահիմնադիր Բարի Լույս եւ Գարիկ Փայտյան, Ծիլիծով տեղական ակտիվ խումբ տարածքային զարգացման հասարակական կազմակերպության զարգացման ծրագրերի գնահատման ու մոնիթորինգի մասնագետ, փառատոնի համահիմնադիր նորից Բարի Լույս։ Բարի Լույս։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում։ Դե եկեք պատմեք մեզ Բերդ Ագրոֆեստի գաղափարը ինչպես ծնվեց, երբ ծնվեց եւ շատ հետաքրքիր է թե ինչու սկսեցիք հենց Բերդից, Բերդ համայնքից։ Եվ նաև մի փոքր ամփոփենք, թե առաջին տարում ինչ տեղի ունեցավ, որպես այդպիսին պաշտոնական ագրոֆեստ էր, չնայած որ մի փոքր երկար տարիների պատմություն ունի, խնդրեմ ամփոփենք մինչ այս տարվա կայանալիքը։ Շատ լավ, նախ շնորհակալ ենք հյուրընկալելու համար, սա մեզ համար հնարավորություն է խոսելու Բերդ Ագրոֆեստի մասին։ Բերդ Ագրոֆեստից առաջ մենք ավանդաբար նշում ենք մեղրի եւ հատապտուղների փառատոնը, քանի որ Բերդը շատ հարուստ կենսաբազմազանություն ունի եւ ավելի շատ հայտնի էր իր մեղրով եւ հատապտուղներով, այդպես տարիներ շարունակ նշում էինք եւ մոտավորապես 7 տարի հետո փառատոնը ինչ-ինչ պատճառներով դադարեց գործել։ Եվ մենք մտածեցինք, որ փառատոնային ավանդույթը Բերդում, որպես համայնքային համախմբման խորհրդանիշ, նաև նշելու գյուղացու օրը եւ ինչու՞ չէ նաև բացահայտելու Բերդը ագրոզբոսաշրջության նոր տեսանկյունից, որոշեցինք փառատոնին երկրորդ շունչ տալ եւ այսպես ծնվեց Բերդ Ագրոֆեստի գաղափարը, որը ըստ էության Գարիկին էր պատկանում եւ նախապես եղել է Բերդ Ագրոքվեստ, որովհետեւ մեր նպատակն էր քվեստային խաղերի միջոցով, օրինակ բավական հայտնի են գյուղացիների հետ քվեստային խաղեր անցկացնելը, երբ որ դու ձու ես պահում եւ մասնակիցներ պետք է գտնեն հավաբներից կամ ձիարշավարաններում ինչ որ խաղեր են կազմակերպվում, այսինքն ինքը ամբողջությամբ ուներ հնարավորություն է տալիս նաև անմիջական մասնակցություն ունենալ գյուղատնտեսական կյանքին որպես այդպես։ Այո, այսինքն դա ոչ միայն փառատոն էր, որտեղ որ վաճառվում էր գյուղատնտեսական արտադրանք, այլ ամբողջ փորձառությունների համալիր փունջ էր, որը հնարավորություն էր տալիս, օրինակ քաղաքից եկած այցելուներին մեկ օր զգալու գյուղը։ Ու պատահական չէ, որ մենք կարգախոս որպես ընտրել ենք զգա գյուղը հենց, որը մեկ օրով քեզ դարձնում է գյուղի բնակիչ, գյուղի փորձառություններով ապրող մարդ։ Հետաքրքիր է առաջին ագրոֆեստից հետո, երբ ամփոփեցինք արդյունքները, մի բերեցինք բոլոր այն այսպես վերջնական, արդյունքները, որոնք տեղի ունեցան, ինչն է պահպանվել, ինչն է փոփոխվել արդեն երկրորդի շրջանակներում, ինչ ավելացումներ կան, ձևաչափային առումով եւ այլն, մի փոքր առաջինը նորից ամփոփենք ու սկսենք արդեն երկրորդի մասին խոսել։ Եթե կարելի Անահիտին մեկ լրացում անեմ, փառատոնը կարևոր գործիք է, այսպես ասած, Բերդը որպես ագրոզբոսաշրջային ուղղություն դիրքավորելու համար, որովհետև տարածաշրջանի գյուղատնտեսական բավականին հարուստ ռեսուրսներ ունի, մարդիկ հիմնական գյուղատնտեսությամբ են զբաղված, եւ սա լավ հնարավորություն է գյուղատնտեսության զուգահեռ նաեւ զբոսաշրջությամբ զբաղվելու ժողովրդի համար, ֆերմերների համար, եւ անդրադառնալով ձեր հարցին, հիմնական երևացող փոփոխությունը նախորդ տարի մենք արել ենք 2 օր, շաբաթ եւ կիրակի օրերին։ Այս անգամ մենք որոշել ենք, որ խտացնենք մեկ օրվա մեջ եւ ավելի խիտ բովանդակությամբ, այսպես ասած, մեկ օրվա մեջ հնարավոր լինի զգալու ամբողջ գյուղը, այսպես ասած, որը գուցե ավելի արդյունավետ կլինի։ Այո, մենք էլ հաշվի առնելով նախորդ տարվա փորձը որոշեցինք, որ շաբաթ օրն անենք, քանի որ նաեւ մարդիկ, ովքեր այցելում են մարզեր, վիճակագրությունը ցույց է տալի, որ ավելի հարմար է հենց շաբաթ օրը։
Ընդհանուր առմամբ շատ մեծ փոփոխություններ չունենք, այս տարի ավելի մեծ ուշադրություն կդարձնենք երեկոյան մասին փառատոնի եւ ավելի երիտասարդների մեծ ներգրավվածություն կապահովենք համերգի, DJ-ի եւ նմանատիպ մշակութային ծրագրի միջոցով։ Ապահովենք նաեւ ժամանցը։ Այո, միանշանակ, այսինքն ինքը կլինի գյուղատնտեսական, բայց շատ ակտիվ երիտասարդական փառատոն, ձանձրալի չի լինի միանշանակ։ Բոլոր փառատոնները վերցրել եք մեկ փառատոնի մեջ։ Շատ լավ։ Հա, բայց շեշտադրում արել ենք գյուղի եւ գյուղատնտեսության շուրջ եւ ամեն ինչ դրա շուրջ ենք կառուցել, այսպես ասած։ Ներկայացնելու են, այսինքն գյուղ տեխնիկա եւ ազգային խոհանոցի վարպետաց դասեր են լինելու։ Այ հետաքրքիր է ձեզ համար կամ ընդհանրապես ոնց եք պատկերացնում ամենասպասվածը որն է լինելու, որ միջոցառումն է լինելու, որ մարդիկ Երևանից կամ մյուս մարզերից հենց դրա համար կամ դա է լինելու հենց շարժառիթը։ Իհարկե բոլորն էլ հետաքրքիր են, բայց ձեր կարծիքով որն է լինելու ամենահետաքրքիրն ու շարժառիթը։ Գիտեք, ներկա դարում, այսպես ասեմ, զբոսաշրջությունը զարգանում է մի քիչ այլ ուղղությամբ։ Հիմա մարդիկ ավելի շատ հակված են փորձառություններ անելու, փորձառություններ գաստրոնոմիական կամ սննդի ասպարեզում, փորձառություններ, չգիտեմ, կենդանիների հետ կամ բնության մեջ եւ այլն, այսինքն մենք վերցրել ենք փորձառությունը որպես մեր հիմնական ուղի, իսկ գյուղատնտեսական սարքերի մասով տեսեք, գուցե տրակտորով ոչ մեկի չես զարմացնի, բայց շատ մարդկանց համար սա նոստալջիկ ինչ-որ զգացողություններ է առաջացնում գյուղի հետ կապված եւ իրենք սիրով հետևում են ինչպես է խոթնձիչը վերևի արտով, այսպես հնձելով շարժվում։ Մենք նաև որպես կազմակերպություն դրամաշնորհներ ենք տրամադրում նորարար գյուղատնտեսությունը զարգացնելու համար։ Ունենք բազմաթիվ շահառուներ, ովքեր որ նորարարություններ են կիրառում գյուղատնտեսության մեջ։ Անցած տարի բավականին մեծ հետաքրքրությամբ նայվեց դրոնի շոուն, գյուղատնտեսական դրոն էր, որը ուղղակի ջուր էր ցայում, սովորաբար ինքը այլ ֆունկցիա ունի, դաշտերն է սրսկում, բայց մարդկանց շատ հետաքրքիր էր, օրինակ դրոնը բերդում ինչպես կարող է աշխատել, մանավանդ որ դրոնը մի քիչ այլ զգացողություններ է առաջացնում մեզ մոտ, որպես սահմանափակ։ Եվ այսինքն գյուղատնտեսական նորարարությունները համադրելով հնի հետ, մենք ստանում ենք բավականին հետաքրքիր կոնցեպտ, որը նաև երիտասարդներին է հետաքրքիր։ Կարելի է կարծել, որ գյուղը մի փոքր մեծահասակների համար է, չէ, իրենց հիշողությունները վերհանող, բայց մեր նպատակը ցույց տալն է, որ գյուղում կյանքը կարող է եռալ, գյուղում կյանքը կարող է լինել հետաքրքիր եւ կարող է շատ հիշողություններ պահել երիտասարդների մոտ։ Դե երբ քայլում ենք ժամանակին համահունչ, դա նշանակում է անկախ իհարկե տարիքային սահմանափակումներից կամ խմբերից, բայց միևնույն է մենք մի տեսակ հոգով ավելի երիտասարդ ենք լինում եւ ուրախ ենք, որ սա մի հարթակ է եւ հնարավորություն, որտեղ Բերդ համայնքը նորարարական գյուղատնտեսական աշխարհում կունենա իր անմիջական ու ակտիվ մասնակցությունը, արտադրողները եւ առհասարակ գյուղացի մարդը իսկապես շատ ավելի արժևորված եւ կարեւորված կզգա եւ իրեն կտեսնի նաև այս մեծ շրջափուլի մեջ, այ հետաքրքիր է նաև խոսել երիտասարդների ակտիվության մասին եւ այն կամավորների մասին, ովքեր վստահաբար կատարելու են շատ կարևոր աշխատանքներ։ Որ հիմնական աշխատանքի մաս է վստահված երիտասարդ կամավորներին, ինչով են նրանք զբաղվում ձեր թիմում։ Կարելի ասել ամբողջ process-ի մեջ ամեն ինչի մեջ ներգրավված են, իհարկե ամեն ինչ չէ, որ իրանք են անում ամբողջությամբ, բայց ամեն ինչի մեջ ներգրավված են, հատկապես կարևոր է փառատոնի նախապատրաստական փուլում իրանց աջակցությունը, որովհետև շատ լուրջ նախապատրաստական դաշտային աշխատանք է պահանջում, նաև բում փառատոնի ժամանակ իրանք հյուրերին են ընդունում, գրանցումներն են իրականացնում, օգնում են ընդհանրապես փառատոնի կազմակերպչական աշխատանքների ժամանակ, քանի որ մենք այսպես ասած վարձու աշխատողներ նախորդ տարվա փորձել կարող եմ ասել չենք ունեցել փառատոնի ժամանակ եւ այդ ամբողջ աշխատանքը իրականացվել է կամավորական սկզբունքներով, բնականաբար կամավորները երիտասարդներն են, իրանց համար էլ դա եւ փորձ է եւ նոր հմտությունների ձեռբերման հնարավորություն։ Սա նաեւ հնարավորություն է մարդկանց հետ շփվելու, շրջանակը լայնացնելու, իսկ արդյոք այս իմաստով որևէ, չգիտեմ, սահմանափակումներ
խնդիրներ կամ մի փոքր շփման пассивություն չի եղել, բայց նաև այս ամենի շնորհիվ նրանք հաղթահարել են դա եւ այսօր շատ ավելի ազատ, ինչու՞ չէ նաև կարող են շփվել զբոսաշրջիկների հետ։ Այս շփման ազատության մասին ունենք որևէ հաջողություններ, հաղթանակներ կամավորների հետ կապված։ Բնականաբար ես ուղղակի հավել եմ, որ մենք ունենք հրաշալի երիտասարդներ, ես ուղղակի հիացած եմ, ինչքան հայրենանվեր են իրենք, ինչքան նվիրված են իրենց հողին ու ջրին, սա պետք է ոնց որ ոգևորել եւ առաջ տանել։ Նորություն ասած չեմ լինի, որ գյուղի երեխաները մի փոքր գիտեք ինքնամփոփ են, պարփակված են հատկապես քաղաքային միջավայրում, որովհետև դա իրենց միջավայրը չէ եւ իրենք սովոր չեն այդ աղմուկին, մարդկանց հոսքին, բայց փառատոնը իսկապես մեծ փորձառություն է եւ իրենք խոստովանում են, որ դա իրենց ավելի ինքնավստահ է դարձնում, մարդկանց հետ հաղորդակցվելու, շփվելու տեսանկյունից իրենք ավելի շրջահայաց են լինում, իրենք են դիմավորում, նրանք ովքեր օրինակ քիչ թե շատ անգլերեն լեզվին տիրապետում են, մենք իրենց հետ առանձին ենք աշխատում, որպեսզի հատուկ հյուրերին իրենք ընդունեն, ճանապարհեն եւ մի հետաքրքիր բան, այն մարդիկ, ովքեր առաջին անգամ են գալիս Բերդ, իրենք հնարավոր է սիրահարվում են Բերդին եւ այլևս կապը չեն կորցնում Բերդի հետ։ Շատ երիտասարդներ, նոր բարեկամներ, նոր ընկերներ են գտնում։ Ուստի խորհուրդ եմ տալիս։ Շուտով, այո, շատ շուտով։ Մեսիջս Կարևոր ենք նաև այստեղ սահմանամերձ համայնքների ակտիվ մասնակցությունը, որովհետև սա հնարավորություն է սոցիալ տնտեսական կարգավիճակը շատ ավելի բարելավ դարձնելու եւ ինչպես եք նաև գնահատում հենց նրանց ակտիվ մասնակցությունը։ Բերդ համայնքը 16 գյուղ եւ Բերդ քաղաքն է ներառում իր մեջ ու գյուղերի մեծ մասը սահմանամերձ են համարվում։ Իհարկե այդ սահմանամերձությունը ես միշտ ասում եմ որ ժամանակին մեզ շատ է խանգարել, բայց հիմա Փառք Աստծո այդ խնդիրը չունենք, որևէ վտանգ չկա եւ հանգիստ կարելի է այցելել։ Կարող եմ ասել, որ փառատոնային տարածքը, որտեղ որ մենք փառատոնն անում ենք, նույնպես գտնվում է սահմանամերձ համայնքի վարչական տարածքում, բայց հիմա ամբողջությամբ կարելի ասել անվտանգ է, ոչ մի խնդիր չկա, բայց ավելի շատ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիր կա, ինչպես դուք նշեցիք այդ համայնքներում, եւ այո, փառատոնը լուրջ խնդիր է լուծում այդ առումով։ Ընդհանրապես զբոսաշրջությունը, երբ որ միախառնում է գյուղատնտեսությանը, գյուղատնտեսության համար վաճառքի նոր հնարավորություններ ստեղծելու խնդիր է լուծում, իսկ փառատոնը դրա լավագույն տարբերակներից մեկն է, տեղում ֆերմերը հնարավորություն ունի ծանոթանալու իր ասպառողի հետ, որ շատ հաճախ մանավանդ մեծ շուկաներից մեծ հեռավորության վրա հնարավոր չի լինում դա կազմակերպել, իսկ փառատոնները լավ առիթ են դա։ Այո, փոքր արտադրողների ու ֆերմերների համար նշեցիք շատ լավ հնարավորություն է Բերդ Ագրոֆեստը, այլ մենք ունենք հաջողության հասած պատմություններ, որոնք հենց սկսվել են այս ֆեստից, այս փառատոնից։ Կամ գուցե այդ ճանապարհին են արդեն։ Ես կարող եմ ասել, որ հաջողության վաճառքի հաջողության պատմություններ, որովհետև մենք ունենք շատ լավ արտադրողներ, ովքեր ունեն շատ վատ վաճառք իրականում։ Մենք միջև փառատոն իրականացնելը հանդիպում ենք կազմակերպում են մարդկանց հետ, ովքեր որ հետաքրքրված են ներկայացնելու իրենց պրոդուկտները փառատոնի ժամանակ, փորձում ենք իրենց օգնել, ուղղորդել, թե ինչպես ներկայանան, ինչ ներկայացնեն, ինչպես փաթեթավորեն, եւ դա նպաստում է նաեւ որպեսզի հետագայում իրանք կարողանան իրենց պրոդուկտները ավելի ներկայանալի ձևով ներկայացնեն, թե on-line հարթակներում եւ թե արդեն տեղում ինչ վաճառակետերում, այսպես ասած, եւ կարող եմ ասել նաեւ կապեր է ձևավորվում, առաքման հնարավորություններ առաջանում հետագայում մարդիկ եթե գալիս ես մի բան համտեսում, հավանում ես դա, ուղղակի կոնտակտ ես վերցնում եւ հետո հնարավոր ամեն ինչ կազմակերպել։ Շատ լավ, եւ գնալով դեպի մեր հարցազրույցի ամփոփում, մի ինձ շատ հետաքրքիր է օրինակ, որ Հայաստան աշխարհում կան մարզեր, կան քաղաքներ, որոնք ունեն այցեքարտային որևէ ուտեստ կամ չգիտեմ, դա կարող է լինել հատապտուղ, միրգ կամ իսկապես տաք ուտեստ, այնինչ վերաբերում է գաստրո ոլորտին, խնդրում եմ մեզ ասեք Բերդի այցեքարտային բաղադրատոմսը։ Մեղրը, եթե այդպես է մեղրը Որտե մենք գիտենք, որ մեղրի բոլորի համար բոլորի համար նա Գորիսի համար էլ։ Տեսեք, օրինակ ասում են գավառի փախլավը, կամ օրինակ էջմիածնի քուֆթա, ինչպես ասում են, բայց այս դեպքում Բերդ ունի այցեքարտային, թե դեռ գտնելու ճանապարհին ենք։ Չէ, գտնելու ճանապարհին չեմ ասի, որ ենք,
բայց տեսեք, մենք ունենք բավականին ավանդական ճաշատեսակներ, պետք է նշեմ, որ Բերթը շատ հարուստ չի եղել երբևէ եւ այս ճաշատեսակները աչքի են ընկնում իրենց պարզությամբ եւ առողջարարությամբ, այսինքն մենք չենք ունեցել շատ յուղոտ, շատ հարուստ այդպես ճաշատեսակներ։ Մեզ մոտ այցեքարտայինը ավելուկը, բայց ավելուկի տապակը ընկույզով եւ նռով Շատ լավ կգանք կվայելենք եւ կփորձենք։ Փոքր վերջերս էստոնացի երկու լրագրողներ հյուր եկան եւ ես թարգմանիչ էի աշխատում։ Ուղղակի կապն եմ ուզում ձեզ բացատրել, ինչպես է էլի աշխատում։ Բավական հայտնի լրագրողներ, հեռուստալրագրողներ էին եւ Բերթ էին եկել Նարինե Աբգարյանի Մանունյա պատմվածքի հետքերով։ Նարինե Աբգարյանը մեր հարևանուհին է եղել, մեր կողմից շատ սիրված, ճանաչված, գիտեք, բավականին հայտնի ստեղծագործող ում պատմվածքները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով եւ լիքը մարդիկ, ովքեր գալիս են Բերթ, գալիս են ընդամենը Մանունյայի հին Բերթը տեսնելու եւ համտեսելու Տավուշյան այդ ավանդական կոնչոլը, սալին, քաղցրեղենը եւ ավելուկի ճաշը։ Եվ երբ որ իրենք գնացին Էստոնիա, բնականաբար շատ լավ տպավորություններով հեռացան։ Մի քանի օր հետո անդադ նկարներ էին ինձ ուղարկում։ Ես բացեցի եւ տեսա, որ իրենք այդ ավելուկի հյուսերը, գիտեք չէ, որ հյուսում են, հյուսերը իրենց հետ առել տարել էին Էստոնիա, իրենք պատրաստել էին նռով նույն ընկույզով եւ այդ նկարները ուղարկել էին ինձ վրա, որ ես գնահատեմ իրենց այդ աշխատանքը ինչ է։ Մենք էլ անպայման կգանք եւ կգնահատենք, իհարկե վստահենք, որ շատ համեղ լինելու։ Շնորհակալ ենք, որ դուք ժամանակ գտաք, եկաք մեզ հյուր, խոսեցինք շատ կարևոր թեմայի շուրջ։ Նորից ենք ձեզ սպասում այստեղ, ելի եկեք, խոսենք շատ տարբեր թեմաների շուրջ։ Իհարկե, մենք ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում, եւս մեկ անգամ ասում ենք շնորհակալություն։ Այո, շտապեք մասնակիցը լինել օգոստոսի 15-ին Բերթ Ագրոֆեստին, իսկ մենք շարժվում ենք առաջ, մնացեք մեզ հետ։